Շնորհակալություն, ողջունում ենք Տիկին Բադալյանի բարեկրթությունը, բայց այսպիսի հարց կենսագրությունը ներկայացնելիս տեսանք, որ Տիկին Բադալյանը ցավոք չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ եւ այստեղ հարց ինչի հիման վրա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշում է կայացրել առաջադրել տեխնացուին հաշվի առնելով, որ տեխնացուն չունի համապատասխան մասնագիտական պրակտիկ փորձ։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, հավանաբար ուշադիր չէիք լսում, երբ ընթերցում էի Տիկին Լուսինե Բադալյանի կենսագրությունը, վերջինս ունի բավականաչափ մեծ եւ հարուստ փորձ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքի։ Արձագանք։ Խոսքը բժշկական կենտրոններում եւ բուժ հաստատություններում աշխատանքի մասին էր, ինչպես հասկացանք, որ Տիկին Բադալյանի միակ փորձը սահմանափակվում է ազգային ժողովի մշտական հանձնաժողովում, առողջապահության ոլորտի մշտական հանձնաժողովում եւ փաստացի որևիցե պրակտիկ մասնագիտական փորձ Տիկին Բադալյանը ձեր ներկայացմամբ չունի։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, ստիպված եմ շեշտել, որ մենք ընտրում ենք առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ եւ ոչ թե որևէ բժշկական կենտրոնի տնօրեն։ Շնորհակալ եմ։ Արեգա Հովսեփյան։ Իրականում իմ հարցը որոշակիորեն շարունակությունն է պարոն Աբրահամյանի հարցին, ինչքանով եք կարծում, որ հանձնաժողովի աշխատանքը դառնալու է ավելի արդյունավետ, ավելի մեր քաղաքացիների առօրյա կյանքում հստակ փոփոխություններ մտցնող, եթե հանձնաժողովի նախագահան համապատասխան մասնագիտական հետագիծը չունի։ Շնորհակալություն։ Ինչպես արդեն շեշտեցի, Տիկին Լուսինե Բադալյանը բավականին հարուստ փորձ ունի հանձնաժողովում աշխատելու, իսկ թե նախորդ գումարման ազգային ժողովի հանձնաժողովում ինչ աշխատանքներ է իրականացրել եւ ինչ արդյունքներ է գրանցել, ավելի քան վստահ եմ, Տիկին Լուսինե Բադալյանը իր ելույթի ժամանակ կհայտնի այս ամբիոնից։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Իսկ կարող եք կոնկրետ օրինակ նշել ինչ նախագծեր է առաջարկվել, ինչ է ընդունվել, կոնկրետ թեմատիկ եւ կոնկրետ անուններով։ Շնորհակալ եմ։ Ինչպես արդեն շեշտեցի, Տիկին Լուսինե Բադալյանը իր ելույթի ժամանակ ավելի մանրամասն կանրադառնա ձեր նշած հարցերին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես ավելացնեմ, որ Տիկին Բադալյանը նաեւ նախագահի տեղակալ է եղել հանձնաժողովի։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին։ Այժմ ձայնը տրվում է առողջապահության հարցերի մշտական